Հրապարակը գրում է. Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպաններ օրեր առաջ հանդիպումներ ունեցան իշխանության ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլ Փաշինյան։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց փայը ստանալ Հայաստանի իշխանություններից։ Դրա դիմաց խոստանալով, որ նախընտրական ճնշումների եւ ընտրակեղծիքների վրա աչք կփակեն եւ կարձանագրեն ժողովրդավարական ընտրությունների փաստը։ Պահանջը հետևյալն է. Հայաստանը պետք է Եվրամիությանն անդամակցելու հայտը պաշտոնապես ձևակերպի։ Իշխանականները չեն բացառում, որ տարեսկզբին այդ հայտը կներկայացվի։ Իդեպ խոստացել են, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական ցորենից, իրենք ուկրաինականը կապահովեն։ Եվրամիությունը պահանջում է նաև իր ներգրավվածությունը Թրամփի ուղուն, որի դիմաց քաղաքական, ֆինանսական ու փորձագիտական օգնություն կցուցաբերի Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը։ Իրավունքի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում ոչ միայն ընդդիմադիր դաշտից, այլև իշխանական։ Աղբյուրի փոխանցմամբ իրավապահների դիտակետում են հայտնվել 2 մարզպետ եւ 1 նախարար։ Թե ովքեր են, աղբյուրը չշտապեց բացահայտել, նշելով, որ լուրը շատ շուտ իրականություն կդառնա։ Ժողովուրդը գրում է. Վերջին 2 օրերին ազգային ժողովի դահլիճում նկատվել է լարված մթնոլորտ։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է Փաշինյանը բացահայտ դժգոհ նախատում ԱԺ Ալեն Սիմոնյանին։ Թերթի հետ զրույցում ՔՊ պատգամավորները հայտնեցին, որ վարչապետի դժգոհությունը Սիմոնյանի հանդեպ շարունակական բնույթ է կրում։ Նաև այդ պատճառով ԱԺ ոչ մի դեր չունի ՔՊ-ի 2026-ի նախընտրական շտաբում։ Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը այլևս չի կարող հավակնել ՔՊ-ի ազգային ժողովի նախագահի թեկնածությանը։ Դա արդեն հաստատված փաստ են համարում հենց ՔՊ-ում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիա է ստեղծում, իր ընտանիքի անդամները մտերմանում են գողականների եւ հեղինակությունների ընտանիքների հետ։ Նախորդին Աննա Հակոբյանի հետ հերթական վճարովի ինտրիգին մասնակցում էին օրենքով գող Արսեն Մկրտչյանի, Արսեն Երևանսկու կինն ու դուստրը, որոնք աշխատեցնում են Նայեք աղջիկներ խանութը։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ են տարածվել տարբեր այլ խնջույքներից ու միջոցառումներից եւս, որոնց մասնակցում են օրենքով գողի կինը, դուստրը եւ Փաշինյանի դուստրերը։ Ասում են, որ նրանք վերջին շրջանում շատ մտերմացել են Երևանսկու ընտանիքի հետ եւ անգամ կրոնական նույն նախասիրություններն ունեն։ Հրապարակը գրում է. Գլխավոր շտաբի նախկին պետ Արթուր Դավթյանը պարզվում է ըստ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի կասկածվում է ազդեցության գործակալ լինելու մեջ։ Նախորդին պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անանուն հիշատակեց այդ փաստը։ Նա խոսելով Փաշինյանի կադրային քաղաքականության մասին ասաց, որ զինվորական պաշտոնում խիստ կասկածելի հիմքով նշանակումներ է արել, որոնք արձանագրված են անգամ քննիչ հանձնաժողովի զեկույցում։ Իրավունքը գրում է. Անդրանիկ Քոչարյանը, ում տեղեկացրել են, որ նա այլևս սպիսատ արած կադր է, սկսել է ատամ ցույց տալ։ Ավելին մտերիմ շրջապատում ասել է, որ նրա ձեռքում է ՔՊ-ի կեղտոտ անկողնու տրցակը, ու որ նենց չանեն, սկսի ՔՊ-ի մրոտ անկողինը այսուայն կողմ շաղ տալ։ Ասում են լուրը հասել է Փաշինյանին, ով ըստ նույն լուրերի ի պատասխան ասել է. Փոխանցեք Անդոյին, որ այնպես չանի ծերության շեմին կյանքին բանտի ֆորտը չկից նայի։